լի գիտելիքներով, խաղերով և հիշողություններով։ Հիշում եմ մեր առաջին օրը, ոմանք վախեցած են, ոմանք շփոթված։ Եվ սկսում էինք ամեն ինչ մոռանալ արագ ռեժիմով։ Չէ, ես հիշելու եմ ամեն ինչ։ Իսկ ես մոռացել եմ ինչ էինք սովորում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արա, դու էլի ուշացար։ Դերեք ինգեր Մարկոսյանը չի կրկնվի։ Նստի։ Էս ինչ լուր եք, չեք հիվանդացել։ Ոչ, ուղղակի մտածում ենք մենք իրոք մեծացանք։ Ես դե չեմ հավատում, որ ուրիշ դասարան են գնալու։ Ես էլ չեմ հավատում, որ ուշանալու համար չեք բարկանալու։ Մի անհանգստացիր, նոր ուսուցիչներն էլ այդ հնարավորությունը կունենան։ Երեխաներ, այսօր մեր վերջին 14-րդ դասարանը։ Կարող ենք այս դասը երկարացնել, ասենք մինչև ամառվա վերջ։ Ես համաձայն եմ, հատկապես եթե տնայներ չլինեն։ Նոր, դու ինչ ես այդքան բացակայում։ Ես դպրոցին հնարավորություն եմ տալիս ինձ կարոտել։ Լավ։ Հիշում եք ձեր առաջին օրը դպրոցում։ Ես այնքան եմ վախեցած, որ պասակից մեծ խաղալիք էի դրել։ Իսկ ես կարծում եմ, որ դպրոցում ամեն օր նկարչություն է լինելու։ Իսկ առաջին օրը բոլորս այնքան լուր էինք։ Լավ, երեխաներ, մի հարց, ինչ է բազմապատկումը։ Բազմապատկումը նույն թվի կրկնվող գումարումն է։ Շատ լավ։ Իսկ եթե չկրկնենք, կարելի է ուղղակի չանել։ Չի կարելի։ Հաջորդ հարցը, 7 անգամ 8։ Դա կախված է տրամադրությունից։ Դրական հաշվեցի հեռախոսով։ Հեռախոսը դնենք մի կողմ, չի ստացվում այնտեղ եմ ուղեղը։ Լավ։ Իսկ ինչ սովորեցիք այս տարիներից։ Սովորեցինք գրել, կարդալ, հաշվել, ընկերանալ։ Իսկ ինչ է ընկերությունը։ Երբ ընկերը ծնային է ուղղում գիշերվա ժամը 10-ին։ Ինչ է պատասխանատվությունը։ Երբ ասում ես, որ այսօր հաստատ կանես ու ինքդ հավատում ես քեզ։ Ընկեր Մարկոսյան, իսկ դուք մեզ կհիշեք։ Ձեզ մոռանալ հնարավոր է։ Իսկ գիտեք ինչն եմ ամեն շատ կարոտելու։ Ինչը։ Ձեր աղմուկը։ Դա հեշտ է ուղղել։ Վերջին ծավ, այս անգամ արագ կարող ենք ասել, որ չենք լսել։ Շնորհակալություն ընկեր Մարկոսյան, մենք ձեզ շատ ենք սիրում։
Մեր երջանիկ մանուկների սրտի բխած բարևը ձեզ։ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս մեր մանկության հեքիաթին և ձեզ կներկայացնենք այս տարիների ընթացքում ստացած գիտելիքների շղթան։ Մեր պատմությունը սկսվեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին, 4 տարի առաջ։ Մենք լեցված ենք ինչ-որ նորի, զարմանալի, խորհրդավոր և անհայտի սպասումով։ 4 տարի առաջ անծանոթ մանուկներին միավորեց դպրոցի բակում արտասանած բարև-բարը։ Բարևեցին, ծանոթացան և սկսվեց մեր ընկերությունը։ Ասպրեզ 2022 թվականին ծնվեց մեր դասարանը, առաջին օրը սկսած ծանոթությունը կար ժամանակներում վերածվեց ընկերության։ Սկսվեց դպրոցական մեր կենսագրությունը։ Մեր մանկության նորերակում ապրում են հաշտ ու համերաշխ 22 լույսի վար շողեր սիրասուն։ Ինչ լավ է, որ բոլորս հանդիպել ենք իրար այս մանկության շքեղ մոլորակում։ Ասում են մանկությունը ամենագեղեցիկն է։ Ասում են, մանկությունը կյանքի բոլոր եղանակներից ամենաիասքանչն է։ Ասում են մարդու իսկ կան հայրենիքը մանկությունն է։ Մենք մեր մանկությունը տանում ենք մեզ հետ։ Այսօր ինչով եք գեղեցիկ, մանուկներով եք գեղեցիկ, գեղեցիկ են ապատայներով, գեղեցիկ են ամրաշելի սրաներով, ամբողջ աշխարհի, լավ ընկերներով, աշակերտներով։ Գեղեցիկ է մենք թաճախով մեր շատ սիրելի ուսուցիչներով և ջերմակայում նահավացեցիք, ծերունիներով է կյանքը գեղեցիկ։ Կյանքը հնարավորություն է, օգտագործի։ Կյանքը գեղեցիկ է, հիացի։ Կյանքը երջանկություն է, ճաշակի։ Կյանքը երազ է, իրագործի։ Կյանքը մարտահրավետ է, դիմակայիր։ Կյանքը պարտականություն է, կատարիր։ Կյանքը շատ թանկ է, մի կործանիր։ Երբ փոքր էի, իմ մանկության մոլորակում ապրում էին ընտանիքիս անդամները։ Երբ ոտք դրեցի դպրոց, զգացի, թե ինչպես է օրեցօր ընդլայնվում իմ մոլորակը այդչափ կարևոր հասկացություններով։ Մայրին, աշխարհն է այս աշխարհում։ Գորներով է ով գեղեցիկ և գեղեցիկ է մարդը իրարածով։ Մեր հայրենիքն էլ շատ է գեղեցիկ, մեր սիրելի մայրիկն է։ Աշխարհի մայրենիքը երջանիկ քաղցր երազը միշտ գունեղ լինի, ձյանուց ձայնը միշտ հնչեղ լինի, աչքերից փայլը կրակոտ լինի, ձեր սրտի զարկը միշտ քնքուշ լինի, արևի փայլը միշտ ձեզ հետ լինի։ Նրա ողքին ես ուժեղ եմ, նրա գրկում միշտ անկախ եմ, նրա սիրով ես պաշտպանված, այս աշխարհում ես անկախ եմ։ Նա իմ մայրն է, իմ գարունն է, ինձ համար շատ սիրուն է, որ ժպիտով իր ծաղկաբույր ինձ է դարձնում ողջ աշխարհ։ Մայր սերբություն ամենասուր, մայր ներբություն ամենանուր։ Բարություն ունի մի հատկություն, ուշտ է շուտ վերադառնալ մարդուն։ Մեր ամեն մի քայլն է կարևոր, ուղղակի քո երազանքով, երկնքի ջանքով
Բարությունը այնպիսի լեզ է, որ գույները կարող են լսել և գույները տեսնել, որքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանքը կա։ Բոլորի համար անսպասելիորեն բարի գործ է, առանց բարձրացության ակնկալիքի։ Պարզապես իմացեք, գուցե մի օր ինչ-որ մեկը ձեզ համար նույնը կանի, անգամ ամենաչնչին բարի արարքն անվերջ սիրել է տալիս։ Ամենամաքուր բարությունն այն է, երբ անում և մոռանում ես։ Բարի եղեք ոչ բարի մարդկանց նկատմամբ, նրանք դրա կարիքը ամեն ինչ շատ ունեն, իսկ կարող ես ասել որոնք է բարության դրսևորումները։ Շփտալը, լավ վերաբերմունքը, փոխվիճման գնալը, օգնության պահին ձեռք մեկնելը, անհրաժեշտության պահին կողքին լինելը, խորհուրդ տալը, բերելը, հասկանալը, այդ բոլորը մեր կողմից բարության դրսևորում է, որ մենք կարող ենք ամեն օր ցուցաբերել դիմացինի հանդեպ։ Երբ վարնում ես մի բան ասել կամ չգիտես ինչ անել, պարզապես բարություն արա, կամ մի բարի խոսք ասա, և վստահ եղիր, որ դա ինչ-որ չափով կմեղմացնի մարդու վիշտը, շփույթ կբերի դեմքին, ջերմություն սրտին, որ այն ամեն է, ինչ կցանկանաս ինքդ ստանալ դիմացինից։ Կյանքը ակնթարթ է և որքան լավ կլիներ, եթե այն լիներ բարության ակնթարթ։ Մենք հասկացել ենք, թե ինչ ուրախություն է ընկերությունը։ Եթե բախտը առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան մեծագույն երջանկություն, նրան հավատարիմ ընկեր է տալիս։ Երջանիկ եմ ես իմ ընկերների համերաշխությամբ, ում անկության այս վառ մուրակյանուն ջերմությամբ, ես երջանիկ եմ այս հրաշք հույսով, որ կոչվում է կյանք, ու վաղվա օրվա անսպառ հավատով եմ նաև երջանիկ։ Ես երջանիկ եմ, բարի Աստված, ինչ քիչ հաճախ, պետք լինում մարդուն, որ ինձ զգա անչափ երջանիկ, մի քնքուշ հայացք, թեկուզ մի ժպիտ։ Եղբայրը կարող է կրճ չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է անշուշտ։ Այսօր մենք այստեղ փորձելու ենք համոզել հարկավ, որ առանց ընկերոջ ապրելն է դժվար, նույնիսկ անհնար։ Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր ընկերությունը պահանջում է սեր, կիսովի չափը պակասեցնում է ընկերությունը պահանջում է սեր, նվիրատվություն, անկեղծություն, գնահատեք ձեր ընկերներին։ Իսկ մեր ընկերությունը սկսվեց աննկատ, մեծացան ամեն բազովը օրվա հետ։ Մեզ իհարկե շատ օգնեցին մեր ուսուցիչները, նրանք են ամրացրել և բուժացրել մեր դպրոցական ընկերությունը։ Իմ ընկերն ու դուք միշտ կապրեք իմ մանկության մոլորակում։ Չեն թողնի կանգնել ես ճանապարհին, ասել ու լուսին
հենց հիմա կարող են գոչել ընկերներեք մեկուսի տված ազնիվ ու խիզախ։ Հզոր է այն ազգը, որն ունի լավագույն ուսուցչություն, որքան քնքշություն կա այս բառի մեջ, ուսուցիչ, որքան ջանք ու եռանդ եք դնում ձեր աշխատանքում, որքան սեր ու հոգատարություն կա նրանում, որքան եք դուք նվիրվում ու սիրում։ Այս ընթացքում մենք հասկացանք, որ ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցողական առարկան, ամենակենդանի օրինակը մեզ համար ամբողջանում է ձեր մեջ։ Սիրելի դասընկերներ, մեր ուսուցչուհին յուրաքանչյուր դասի ավարտին կատարում էր անադարձ։ Ինչ սովորեցինք, ինչ հասկացանք։ Ժամանակն է ինքնուրույն առանց հարցադրման կարևորենք այս 4 տարիներից դասերից քաղած մեր պտուղները, որոնք մեզ կուղեկցեն ամբողջ կյանքում։ Լինել արժանի հարություններ, հայրենիք պահել, ընտանիք սիրել։ Քրտինքը հարգել, առջևից քայլել, մեծանալ բան։ Ջերմորեն սիրել մեր շրջան գիրը, վայել մեր ազգի նկարագիրը։ Նորաստիեր վարել, տիեզերք ճաշել, Պահել պահպանել մեզ համար։ Չի կրկնում, մենք լավ գիտենք, ոչ մի տեղ։ Մեր ծիծաղը վարակիչ ու սրգավոր, և մեր կարծիքներով միշտ կճարդի քո գիրքը։ Տաք մեր մանկության մոլորակ։ Վերջ, ավարտ, կրտսեր դպրոցին, մեկ զարգով ավարտված մանկություն, որ այնքան հիշարժան էր, հիմա քայլերս կտանեն միջին դպրոց, որտեղ ես ինձ այնքան միայնակ կզգամ, առանց իմ մանկության հեքիաթների։ ինչքան վառուշեր մնացին իմ դասասենյակում, խանդեմ հարազատ դարձած իմ առաջին ուսուցչուհուն, հոգուս ողջ անկեղծությամբ ափսոսում եմ արված չկիրտակցված սխալների համար։ Հայտնի մի միտք կա, որտեղ սկիզբն է, այնտեղ էլ վերջն է։ Ամեն ինչ վերջանում է այնտեղ, որտեղ սկսվել է։ Մեր կապույտ երազակները ուղարկում ենք վերև, որ թևածի մեր մոլորակում բարությունն ու խաղաղությունը, մնաս բարով իմ մանկություն, բարև անծանոթ իմ պատանեկություն։ Կամնահետի
Իմ հրաշք փոքրիկներն այնքան մեծացան, որ արդեն հրաժեշտ են տալիս մանկության հեքիաթին։ Ապրեք երեխեք, շատ լավ եք, այսօր բոլորդ շատ գեղեցիկ եք, շատ լավ էր ամեն ինչ։ Ես հպարտ եմ, իմ հրաշք փոքրիկներով, ես այսպես եմ ասել իրանք, բայց իրանք արդեն մեծացել են։ Այնքան եք մեծացել, որ արդեն տեղափոխվում եք կրտսեր դպրոցից փոխադրվում եք միջին դպրոց։ Ես հպարտ եմ ձեզանով, որովհետև դուք շատ լավ եք, դուք ազնիվ եք, բարի եք ու խելացի։ Նույն ազնվությունը, բարիությունը, խելացիությունը ես կուզենամ, որ շարունակվի մինչև ձեր կյանքի վերջ։ Ունենաք հաջողություններ եւ ես հպարտանամ ձեր հաջողություններով։ Ես չեմ կասկածում։ Իմ բոլոր աշակերտները, ինչքան որ ես ավարտացրել եմ, միշտ էլ եղել են բարի, հոգատար ու աշխատասեր։ Ու ես միշտ հպարտացել եմ եւ հույս ունեմ, որ նույն ձև հպարտանալու եմ ձեզանով։ Ու հիշեք մի բան, երեխաներ, որ գիտելիքը մարդու ամենամեծ հարստությունն է, իսկ բարությունն ու ազնվությունը ամենաթանկագին զարդն է։ Առաջնորդվեք այս խոսքերով եւ դուք կհասնեք հաջողությունների, մեծ հաջողությունների։ Բարի երթ, ձեզ բարի երթ եմ աղթում, դեպի նոր կյանք։ Հանցարչար աշխատանքի համար, հրաշքների համար, իրենց դաստիարակության, դրանց գիտելիքի ու հետորին բանտին շահարներ ինստիտուտիացի, իրանք մարդել բարի է ու ամենալավ տնկալքի դրանքատենցել։ Ես շնորհակալություն եմ հայտնում նաև ծնողներին, առանց այսքան տարիներ ինձ աջակցելու, ինձ վստահելու, ու այս ամենը չէր լինի առանց ծնողների։ Ընկեր Մարկոսյան։ Հետաքրքիր էր ինձ բարի ողջույն բոլորից։ Շնորհակալություն, որ ձեր թանկ ժամանակը ամենաթանկերի համար տրամադրեցիք բոլորս։ Իզուր չէր մեր դասավորվածությունը դահլիճում, ընկեր Մարկոսյան, ամեն ինչի վերուստ է, ես միշտ դա ասում եմ։ Երբ որ աշակերտները խոսում էին ուսուցչի կերպարի մասին, նորից բոլորին թողած նայում էին ընկեր Մարկոսյանի դեմքին, չգիտես ինչու։ Բայց չէ որ բոլորը շատ են, որ ժողովրդական խոսքով ասած մեծ ամակ ունեն ձեր վրա, հարգելի աշակերտներ։ Ընկեր Մարկոսյանը շատ մեծ պատասխանատվություն է կրել ձեզ դպրոց ընդունվելու, ձեր դպրոց ընդունվելու առաջին իսկ օրվանից, ու այդ պատասխանատվությունը մի ամբողջ կյանքի համար է հավատացնում եմ ձեզ, ու մի տխրեք, որ տարական դպրոցը ավարտում եք, այդ մենք պիտի տխրենք, ինչ առումով եմ ասում, որովհետև մենք տեսանք շատ ուժեղ կոլեկտիվ, աշակերտների մասին եմ ասում, մեծ կամքի ուժով, մեծ պատասխանատվությամբ, որ մեկը մյուսի ձեռքը բռնած, չգիտեմ, ուսուսի տված էին, ինչ էիք անում, ինչ չէիք անում, ամեն ինչ շատ լավ էիք անում։ Նույնիսկ երգի մեջ ես հասկացա շատ կարևոր մի բան, երբ որ պետք էր, որ աղջիկները ակտիվանային երգի ընթացքում, հույսի, խաղաղության հետ կապված, այստեղ տղաների մոտ, չգիտեմ, մի տեսակ պասիվ վիճակ էր լինում, հետո որ հայրենասիրությունը եռում էր իրենց մեջ, ոգևորվում էին բոլորը, ամեն ինչ հրաշալի էր։ Ուզում եմ ասել, որ արևի գույնից սկսած էիք ամեն ինչ այս դեկորացիան պատրաստել, չգիտեմ, դա էլ էլի վերուստ, թե ձեր, չգիտեմ, նպատակ ունեիք ինչ-որ բան ասելու մեզ, բացի արևի գույնից էլ որ գույնն էր սա, որ դուք ընտրել եք։ Ինչպես? Սպիտակը ինչ գույն է համար, խաղաղության ուրիշ, ընկեր Մարկոսյանը օգնում է ձեզ, իսկ այդ դեղինը, որ ընտրել էիք արևի գույն, որպես էլ ինչի գույն կարող ենք համարել, ինչպես? Աստղերի գույն, ուրիշ, համարենք, ուրիշ,
Ընկեր Մարկոսյան կողքնեք։ Ոսկի գույն, երազանքներ։ Այդ ոսկին, այն մետաղն է, որը որ ամենաթանկն է համարվում, ամենափայլունն է համարվում, իսկ դուք այսօրվա փոքրիկ ու մեծ հերոսներն եք, շնորհավորում եմ ձեզ, հարգելի ծնողներ, շնորհակալ ենք, որ այն կոլեկտիվը, որ կազմակերպվել է, չգիտեմ, միավորվել է, դա նաև ձեր շնորհքն է, չգիտեմ, գեն ասեմ դրան, դաստիարակություն ասեմ, ես շատ քիչ եմ ասում այդ դաստիարակություն բառը դպրոցում, բայց բոլոր դեպքերում, բոլորդ շատ մեծ պատասխանատվությամբ պատվով դուրս եկաք այս աշխատանք ասեմ, թե գործ ասեմ, գործունեություն ասեմ, ինչ էլ որ ասեմ, ճիշտ կասեմ։ Ընկեր Մարկոսյան, ես կուզենամ միայն մի բան ավելացնել, որ դուք որպես դասվար, մինչև 12-րդ դասարան, կապ չունի, որ կորպուսում կլինեք, պատասխանատու լինեք իրենց համար, իրենք դա միշտ պիտի զգան ու ձեզանից շատ բան է կախված, իրենց վաղվա օրը ինչպիսին կլինի միջին դպրոցում։ Ու հարգելի ծնողներ, հայրիկներ, մայրիկներ, տատիկներ, պապիկներ, այն նույն պատասխանատվությունը, որը որ հիմա եք դուք կրում, ուզենամ, որ մինչև 12-րդ դասարան ու հավերժ, այն հայ կերպարը չէ, էլի, որ հավերժ իրենց, չգիտեմ, պահեք ձեր կողքին, բոլոր դեպքերում իրենք իմանան, որ պատասխանատու եք դուք իրենց յուրաքանչյուր քայլի համար, արարքի համար, շնորհավոր բոլորիդ, հունիսի 1-ը երեխաներ, այսօր հենց ձեր օրն է, վերջում ենք ասում այդ մասին, աշխարհի բոլոր բալիկները թող առողջ լինեն ու մաքուր, անամ, խաղաղ երկնքի տակ մեծանան, ապրեք երեխաներ, շնորհավոր բոլորիդ։ Նայեք, նոր համանիշների և հատկանիշների, այսպես ամեն մեկին իրենց անվանը կա։ Շատ լավ է, շատ լավ է։ Երեխաներ, միջին դպրոցում ձեզ շատ է պետք գալու։ Այդ պստիկ Մի փոքրիկ նվեր եմ պատրաստել իմ հրաշքների համար, մի փոքրիկ հրաշքների համար, ում անունը կկարդան, վերջով կգաք, լավ։ Սիրելի Արիանա, քեզ սպասում է գեղեցիկ ապագա։ Սիրելի Նատալի, միշտ եղիր համարձակ և նպատակասլաց։ Սիրելի Բագրատ, սովորիր սիրով ու մեծ հաջողությունների հասիր։ Սիրելի Աննա, թող քո ճանապարհը միշտ լուսավոր լինի։ Սիրելի Մերուժան, թող ընկերությունն ու բարությունը միշտ ուղեկցեն քեզ։ Սիրելի Ալվարդ, միշտ առաջ շարժվի լսակ քայլերով։ Սիրելի Լևոն, հավատա քեզ և ամեն ինչ կստացվի։ Սիրելի Վիկտորիա, միշտ փայլիր քո ժպիտով։ Սիրելի Նոր, պահպանիր մանկության քո լուսավոր ժպիտը։ Սիրելի Արթուր, թող գիտելիքները քեզ նոր դռներ բացեն։ Սիրելի Հասմիկ, թող դպրոցական կյանքը լինի հաջողություններով։ Սիրելի Մանե, երբեք մի դադարիր երազել։
Սիրելի Լիլի, թող ամեն օր քեզ նոր ուրախություն բերի։ Այսօր Լիլիի ծննդյան օրն է։ Շնորհավոր։ Սիրելի Սոֆի, թող քո բոլոր երազանքները իրականանան։ Սիրելի Սոֆիա, մի շփտա եւ հավատա քեզ։ Սիրելի Մանուշա, եղի ուրախ, բարի ու ստեղծագործ։ Սիրելի Էդգար, պահպանիր քո բարի սիրտը։ Սիրելի Արամ, քեզ սպասում են մեծ հաղթանակներ։ Սիրելի Դավիթ, թող հաջողությունը միշտ քո կողքին լինի։ Խորի շնորհակալությունս այցելեք մեր ծնող կոմիտե Ռիփսիմեի։ Այս 8 տարի մենք միասին աշխատել ենք, այո, 8 տարի մենք միասին աշխատել ենք, այն որ ասած աչքերով ինքը ինձ հասկացել է, ինչ եմ ասել։ Անչափ շնորհակալ եմ Ռիփսիմե ջան, քո հոգատարության, քո անկեղծության, քո նվիրվածության համար։ Ինչ ասել թեման, պահը դրանք սաղ մի կողմ դրած, այդ կալուկա, դեք ինչ է ամենաշատը հուզված, որ շատ լավն է։ Ձեզ շատ լավ պահեցիք, օրինակ որ ձեր ժամանակ հիշում եք, որ ինչքան եք խոսում, ինչքան եք բարկասում շատ լավ եք, ու ամեն ինչ այնքան սիրուն եք, դուք, ձեր շորերը, դեկորացիան, ամեն ինչը, շատ սենց ոնց որ ասած հպա նստած նայում եք ձեզ։ Շատ ապրեք, ես ուզում եի առանձին իմ շնորհակալություն ես ոնց որ ասած տնավարի ձեզ հայտնի, ապրեք շատ ամեն ինչ լավ։ Հիմա տեսեք, ընդհանրապես այսպիսի նմանատիպ միջոցառումներից հետո գնում են ինչ-որ միտեղ։ Մենք չորոշեցինք ինչ-որ միտեղ գնալ, որովհետև առաջիկայում մեր Լիլիի ծննդյան օրը չնայած այսօր է Լիլիի ծնունդը, շնորհավորել ենք տարբեր ձևերով։ Հիմա ամսի 3-ին հրավիրել ենք, որ ամբողջ դասարանը Ճիշտն ասած մի ամիս առաջ էր Էդգարի ծնունդը, ես մեծ սիրով ուզում, ես տրամադրված եմ գոհարը։ Մալացեմ։ Ապրեք շատ, այսօր արդեն հանդիս կխնեք բոլորը։ Այսօր երևի իսկականից ձեր դասարանի վերջին, ձեր дасарան կտնելու վերջին։ Չէ, մի լացը, չեք լացում, ոչ մի արցում։ Запомни этот миг таким, каким его ты никогда не помнил. Ты для одних людей лишь блик, а для кого-то светом переполнен. А что дает нам красота? Неужто право